Բնակիչներ, խնդրում եմ մի փոքր ուշադրություն այս պահին։ Ժողովուրդ ջան, լսում եք։ Սիրելի փառաքար համայնքի բնակիչներ, խնդրում եմ ուշադրություն, այս պահին բազմաթիվ ցանկություններից ելնելով շարժվենք, գնանք մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր եղբորը, շարժվենք դեպի գերեզմաններ, ամբողջ օրը ստորագրահավաքը շարունակվելու է եւ ցանկություն ունեցողները կարող են շարունակել գալ, ստորագրել։ Այս պահին քայլերթով շարունակենք, գնանք մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր եղբորը։ Նշեց, որ ստորագրահավաքը մի քանի օր է տևելու, տարբեր համայնքներ եք գնալու։ Համայնքը փառաքար համայնքն է, խոսքը եթե բնակավայրերի մասին է, այո, բոլոր փառաքար համայնքի բոլոր բնակիչները ցանկության դեպքում կարող են մասնակցություն ունենալ ստորագրությանը։ Քանի օր է տևելու ստորագրահավաքը։ Կախված է քանակից, կախված է մարդկանց հոսքից։ Պարոն Օհանյան, մենք տեսնում ենք, որ մարդիկ միահամուռ կերպով իրականացնում են ստորագրահավաք, ինչ եք կարծում, կառավարությունը ընդառաջ կգնա ձեր պահանջին։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Ըստ պայմանությամբ ակնկալիքը մեկն է ներկայացնել մեր հանրագիրը կառավարությանը, իսկ արդեն որոշումը վերջիններիս է։ Այդքանը։ Ներկայացնել է հանրագրի։ Կախված է նրանից, թե ստորագրությունները ինչ քանակ կստանան։ Ինչքան պետք է ստանան, որ ներկայացնեն։ Հաշվի առնելով, որ սա հանրության պահանջ է, բնականաբար հանրությունը պետք է գերակը շռի։ Ստորագրությունները պետք է գերակը շռեն։ Ենթադրենք 20,000 բնակչության համայնքը 10,000 պլյուս։ Շոշափելի քանակ պետք է լինի։